դուք չեք տենում ինչ են անում, այդ ձեր ցավը տանեմ։ Ամեն մեկը իր թշնամուն սևացնելու համար ինչ որ մի բան ասում է։ Սա էլ գրանտակեր է, սա էլ ստեղից այսքան փող ստացի։ Հա ինչ անենք, այ ընկեր։ Վերջը նայ այդ մարդու գործերը, խոսքերը, արած ինչ է իրանից ներկայացնում։ Հիմա նույն ձև Մոսկվայի շպիոն։ Հələ մեկն ու մեկը տեկեք ասեք փագենք այս Լարսը։ Փագենք այ մարդիկ եք առևտուր անում Ռուսաստանի, քիչ եք պահանջում։ Մոսկվայի շպիոն ասողները, այ հելեք ասեք փագենք Լարսը։ Всё, փագում ենք Լարս, ավտոմատ կալաշնիկովները սա թափում ենք, ինչքան ռուսական զենք կա, թափում ենք, բոյկոտում ենք։ Հա, եկեք անենք էլի ժողովուրդ։ Չէ, դուք եք չի ասում, ուզում եք, չէ, դա փիս է։ Լսեք, հասկանալի է, անկախություն չի նշանակում պատերազմ հայտարարել, քո չելած հալին, պատերազմ հայտարարել բան աշխարհի հզորագույն ատոմային կայսրություններից մեկին։ Ադրբեջ Ալիևից վախում են։ Հələ ուշադիր։ Ալիևի անունը լսում դողում են։ Հա, էսի պիտի ստորագրենք, էսի պիտի անենք, թե չէ Ալիևը պատերազմ կանի։ Բա դուք եթե Ալիևից այդպես դողում եք, դուք Պուտինի դեմ վեր եք կենում, ինչ ասեք։ Հասկանում եք միտքս։ Ես նես չի որ Պուտինին եմ պաշտպանում։ Ես ուղղակի ցույց եմ տալի ճշմարտությունը կողում եմ աշկներդ։ Նայեք, տեսեք, Ալիևի դեմ պատերազմ չկարողացող ժողովուրդը Պուտինին հայհոյելու իրավունք չունի։ Չնայած ես էլ եմ մեկու մեջ ավել պակաս խոսած է։ Ու էլի կխոսամ։ Բայց դրան տեղ կա, չափ կա, ձև կա, ում դուրները չի գալիս, բայց Մոսկվայի շպիոն է։ Յանի բան եք թե կոնկրետ ինչ ունես։ Շպիոն է, ձերբակալի։ Ես եմ երկրի ղեկավարը։ Ցանկացած շպիոն դա ձերբակալման ենթակա անձ է։ Ցանկացած շպիոն։ Եթե ես չեմ ձերբակալում, ուրեմն կամ այդ շպիոնի հետ ես գործակից եմ, կամ նա իրականում շպիոն չի։ Վերջ, կամ ես նրա հետ գործով եմ, ընդհանուր եմ, կամ բանը, ուրեմն նա շպիոն չի։ Հիմա կողմնորոշվեք, եթե շպիոնախի ձերբակալված չի։ Ու ինձ մեկը ասեք, ոնց էր այդ բանը հապ քարտուղարներ, չէ, Խաչատուրովը, ձերբակալեցին։ Շպիոնի հարց չէր, ինչ որ բան կար այնտեղ, այն մարդը պաշտոնապես հապկի քարտուղար էր, կոռուպցիոն ինչ որ հարցեր կար։ Բանկեր Խաչատուրովի կարում եք ձերբակալեք, կաթողիկոսին չեք կարում ձերբակալեք։ Բայց ձերբակալեք եթե շպիոն է։ Մի փաստ հրապարակեք։ Ինչ եք լրագրողական մանիպուլյացիաներ, դեղին ասում Նիկոլ Փաշինյանը, դեղին մամուլի գլխավոր խմբագիր կատեգորիայից, էսկոմ չի եկե։ Եվ Նիկոլ Փաշինյանին կարող ենք արձանագրել, որ այսօր իրենց գործողություններով աջակցում են նաև Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց թիմերով։ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը անվստահության գործընթաց են սկսել Հայաստան դաշինքը սկզբից հայտարարում է, որ կապահովեն ստորագրությունները, հիմա դեռ ոչ մի ստորագրություն դրված չի այդ անվստահություն հայտնի։ Իրենք ավելի շատ բան գիտեն, քան մենք։ Իրանք գիտեն, որ երկրում ցանկացած պահի կարա լինի, իրոք խնդրեմ լինի, փոփոխություն լինի, արտաքին ագրեսիա լինի։ Իրանք միշտ սպասում են այդ արտաքին ագրեսիային, այն սևորվան, որ պիտի մեր գլխին գա, ու իրանք այդ պահին հաջողացնեն իշխանությունը վերցնեն։ Իրանք ուրիշ բան չեն անում։ Հանրապետական կուսակցությունն ու Քոչարյանը դաշնակցական։ Նրանք սպասում են սևորվան, երբ որ պետք է մեր ջահելները մի քանի 100 ոնց որ Վանոներ ասում, մի քանի 100 կամ մի քանի 1000 հոգի մատաղալնեն, իրենք սամթը գցեն այդտեղ, այնպես չի որ նրանք մտածում են թող հզոր Հայաստան լինի, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի կամ Մանասյան Հայկի իշխանությամբ։ Նրանք ասում են կամ պետք է մենք լնենք, կամ ոչ մեկ, կամ Հայաստան չպիտի լինի։ Հասկանում եք նրանց պատկերացումը որն է։ Այ նրանք որ բլոկել են դաշտը իրանց տեղեկատվական լրատվականներով, չնայած տեղաշարժ նկատում եմ հանրապետականում, համենայն դեպս նրանք որ դաշտը բլոկել են, դա հենց այնպես չի։ Այդտեղ են իրանք իրար պահում, որ լինի Նիկոլը ու իրանք։ Երբ պետք է լինի Նիկոլին գցեն, իրանք գան։ Եթե լինի մեկ ուրիշ գործող ուժ ակտիվ, այդ դեպքում իրանք գալու շանսերն է Նիկոլին գցելու դեպքում։ Այդ բլոկադան հնարավոր է ճեղքել։ Հա իհարկե հնարավոր է։ Հնարավոր է, որ քաղաքական հասունություն է պետք։ Գիտես որ նա քաղաքական հասունություն է, խոսանք դրա մասին։ Բայց էլի կրճա գալու է կես ժամ լրանը, ասես քիչ հերիք է։ Ընդես հարցերի եմ սպասում։ Բայց դուք ասել եք հարցեր պիտի տակ, Նիկոլ Փաշինյանը ինչ որ հարցեր էր տվե այսօր։ Դա էր Նիկոլ Փաշինյանի հարցը, որ ում եք պաշտպանում, Կտրիշ Ներսիսյանին սուտն ու կեղծիքն եք պաշտպանում, որտեղ այդ մարդը ստի եւ կեղծիքի մարմնացում է ըստ Նիկոլ Փաշինյանի։ Չէ, ուրեմն սենց ճշմարտությունն ենք պաշտպանում, ողջամտությունն ենք պաշտպանում, ոչ թե այդ մարդուն։ Եթե մեկին օրինակ ասեմ,
Եթե մեկին մի տերորիստ կամ մանյակ ինչ որ մի հանցագործի թեկուզ հենց հանցանքի համար պատիժա սահման է եւ ասում մահապատիժա պետք է դրանք գողության համար այդ դեպքում ասում ենք ընկեր այդ նախ այդ մարդուն մահապատիժ չի հասնում երկրորդ դու չես որ պետք է իրան դատես դրա համար կա հատուկ ինստիտուտ դատարան հիմա Նիկոլ Փաշինյանը իր վրա ֆունկցիաներ ա վերցրել որ ասում Իրանը չի էլի դա իմ ասելիքը դա իր ասելիքը չի կամ եթե իմ ասելիքը այդքան ճիշտ էր ասում եմ բազմաթիվ անգամ հանդես եմ եկել խի մի օր չի ասե Պետրոս հələ հայկին կանչի կամ Պետրոս Իրանից քիչ ֆայմ է հələ մի հատ հայկին կանչի տեսեն ինչ է ասում այ ընկեր բա չի ասե Էլիզա ջան այդ խի Էլիզայի մտքով անցնում է հայկին կանչի Պետրոսի մտքով չի անցնում Բախիա կանչում ում որ կանչում է քիչ ասում այ ընկեր այս մարդը լտես եկեղեցու հետ կապված գիտես քանի անգամ եմ անդրադարձել ու խորքային Պարոն Մանասյան Խի մի օր բանավեճի էլի եմ ասում իշխանություն եկեղեցի որովհետև իշխանություն եկեղեցի չէ Սա պահատեհապաշտություն է Պարզապես քաղաքականության մեջ մտած հոգևորականներ եւ իշխանություն Սա օպորտունիզմը ինքը պահը բռնել է հարմար պահը բռնել է Ելույթ ունենում իր չստացած, չկայացած, չարված գործերը մոռացության մատնելու, անուշադրության մատնելու։ Սա նաև նշանակում է, որ այլևս հանրության մոտ չի աշխատելու, հա, այդ Սերժ Սարգսյանով կամ Ռոբերտ Քոչարյանով չի աշխատելու։ Հանրության մեջ էսել չի աշխատելու։ Դե կտեսնեք։ Այս էլ, այս ոսս նախաձեռնել է, ոչինչ չի կարողանալու անի։ Ոչինչ Որովհետև էս արդեն մանկապարտեզ է, էլի, այ ընկեր լուրջ հարցեր կան, լուրջ գործեր կան։ Խոսացինք, բայց չխոսացինք բանի մասին։ Քաղաքականությամբ զբաղվել քաղաքական հասունությամբ։ Բլոկադան, այդ բլոկադան ինչպես։ Այդ բլոկադը տեսեք, հիմա տեսեք։ Ժողովուրդ ջան, ուրեմն իրավունքներ բան տես բոլորդ լսել եք։ Մարդու իրավունքներ, կյանքի իրավունք, սեփականության իրավունք եւ այլ, այսօր թողես լիքը մարդիկ լիքը իրավապաշտպաններ իրավունքներից են խոսում, բայց քաղաքականություն չեն մտնում, հախի որտեվ այդպես է դրսից ֆինանսավորումը պայմանով է, որ դու ներքաղաքական process-ներին ակտիվ մասնակցություն չես ունենա։ Եթե քեզ ինչ որ իրավապաշտպան ես ֆինանսավորում ես ստանում քո իրավապաշտպան գործունեության համար, հանուն բարիքի, հա, նախապես ասեմ, վատ աչքով չեմ նայում։ Դու քաղաքականություն չես կարող մտնես։ Եթե դու լավ բժիշկ ես, դու քաղաքական չես կարող մտնես, որտեղ դա կեղտոտ գործ է։ Եթե դու չգիտեմ, լավ լրագրող ես, քաղաքականություն մտնելը, էդի, չգիտեմ։ Մի խոսքով, քաղաքականություն մտնելը մեր ժողովրդի սրտով չի։ Բայց մարդու իրավունքներից ամենաբարձր այդ քաղաքական իրավունքներն են։ Մարդիկ ունեցել են բազմաթիվ իրավունքներ, բայց քաղաքական օրինակ կանայք ժամանակին չէին կարողանում ընտրել։ Չի թույլատրվել կանանց ընտրությանը մասնակցել։ Ընտրությունը որպես քաղաքական իրավունք բավականին ուշ տեղ հասավ, թույլ տրվեց օրինակ կանանց։ Հիմա էլ օրինակ, չգիտեմ, ընտրելու իրավունք չունեն, ընդհանրենք ազատազրկված անձինք։ Տեխնատություն ներկայացնելու իրավունք չունեն, չգիտեմ, օրինակ զինվորականները։ Հասկանում եք, սպասեք, այդ լավ չի, այստից է սկսում։ Այս կարևոր պահը ոչ, որտեղ քաղաքական իրավունքը, դա կարևորագույն իրավունքներից է։ Ժողովուրդ ջան, ուրեմն, կովը հինդուիզմում, Հնդկաստանում սուրբ էակա։ Կերցնում են, խմցնում են, կթում են, չեն մորթում։ Կթում են, որ չկթեն կուրծքը կուրի կհիվանդանա։ Ամեն ինչով ապահոված կենթանի է։ Ոնց որ իդեալական մարդը ամենալավ եվրոպական երկրում։ Բայց էդի Հնդկաստանում սուրբ կովը հինդուիզմի կրոնը այդպես է, նրա բոլոր իրավունքներն ապահովում է։ Բայց կովը քաղաքական իրավունքներ չունի։ Այսինքն շատ մարդկանցից լավ է ապրում, շատ երկրներում մարդիկ այդպես չեն ապրում, անգամ զարգացած երկրներում։ Ոնց որ կովերը ապրում են Հնդկաստանում։ Ես ուզում եմ որ դուք հասկանաք, ձեր լավ, կուշտ, պաշտպանված ապահով ապրելը այդ Հնդկաստանում այդ երազանք որպես։ Դա այդ Հնդկաստանում ապրող կովի իրականությունից չի տարբերում։ Այն ինչ ձեր համար երազանք է, այդ կովերի մոտ իրականություն է։ Տարբերությունը, որ դուք կարող եք ունենալ ու կովը երբեք չի ունենա, դա ձեր քաղաքական իրավունքներն են։ Ընտրության մասնակցել, տեխնատություն դնել, քաղաքական միավորումներ ստեղծել, քաղաքական պայքար իրականացնել, քաղաքական որոշումներ կայացնել, դրանք որ են այլոց կյանքի մասին, այլ մարդկանց հանրության կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել եւ իշխանություն ձեռք բերելու դեպքում այդ որոշումները ի կատար ածել։ Այս քաղաքական իրավունքները Հնդկաստանում ոչ մի կով չունի, երբեք էլ չի կարա ունենա։ Ձեր ձգտումներն ու երազանքները առհասարակ քաղաքականպես հասուն ժողովուրդները, թեկուզ առանց գիրք կարդալու էդի մարդու միջից կարա գա, էլի ուղակի ներսից։ Քաղաքականպես հասուն ժողովուրդները գնում են իրենց քաղաքական
երազանքները, իրավունքները ռեալիզացնելու։ Այս սա է, որ մեր ժողովրդի մոտ բացակայում է։ Այն ինչ մեր մեծամասնությունը երազում է, դա կարելի է մի բառով, ասեք ոսկե ձկնիկը գա, ասի ինչ ես ուզում անեմ, ասի էս սաղ ասի, կարելի է այդ մարդուն սարքել Սուրբ Կով հինդուիզմի մեջ, Հնդկաստանում, ու այդ մարդու սաղ պահանջները բավարարված կլինեն։ Բայց քաղաքական ժողովուրդները, քաղաքական անհատները դրանով չեն բավարարվում, ավելի դրանցքի չեն էլ ձգտում իրենց ամբողջ հոգով էությամբ։ Այդ մարդիկ ձգտում են քաղաքական իրավունքների իրացման ճանապարհով, իրացմանը, դրա ռեալիզացիային, որն է գնալ ընտրատարածքում ճիշկատնել ու դրանով որոշել ով է առաջիկա մի քանի տարին առաջնորդելու կամ որոշումներ կայացնելու, տեղն եկած տեղը բողոքել ասել դու պիտի դուրս գաս, պահանջել, տեղն եկած տեղը քաղաքական միավորումներ ստեղծել եւ քաղաքական մտքեր գեներացնել ու սա տարածել։ Այս սրա մեծ դեֆիցիտ կա մեր հանրության շրջանում, շատ մեծ։ Եվ եթե մենք հանրությունը այս գիտակցությանը գա, Նիկոլ Փաշինյանը որպես հետևանք այս մեր տկարության, ուղղակի կչքվի։ Եվ 1 տարի կա հույս ունենանք, որ պարոն 1 տարում նման մեծ փոփոխություններ պրակտիկորեն հնարավոր չի իրականացնել, բայց միայն այն հանգամանքը, որ ես ապրում եմ, ես հայ եմ ու ապրում եմ հայերի մեջ, ինձ հույս է ներշնչում, որ այս տաղանդավոր ազգը մեկ էլ տեսարելի մի տարվա մեջ հասցրեց այդ պրարիվ ոնց կլինի, այդ ճեղքումն իրականացնել։ Իմ միակ հույսը, որ այս ժողովուրդը իր բնույթով, էությամբ, գենետիկայով, բնավորությամբ կարող է այդ ֆանտաստիկան իր հետ կարա տեղի ունենա 1 տարում ինքը քրիտիկական գոնե մի որոշ խմբի մոտ այն աստիճան բարձր գիտակցության գա, քաղաքական գիտակցության գա, որը նրան այդ ճեղքումը կապահովի, այդ Նիկոլ, Սերժ, Քոչարյան, չգիտեմ ով, Ռուսաստան, չգիտեմ Եվրոպա, Ադրբեջան, չգիտեմ ով, ճեղքումը կանի ու դուրս կգա բոլորովին այլ մակարդակի վրա։ Ամփոփելով պարոն Մանասյան շատ կարճ Փաշինյանին չի հաջողվի հեռացնել կաթողիկոսին, իսկ բացառել որ կաթողիկոսը կարող է ինքնուրույն գալ այդ որոշմանը։ Էդի դուրս շանտաժ պետք է անեն, այսինքն ունեն որոշակի տվյալներ, սպառնան որ կհրապարակեն, կաթողիկոսը գա այդ որոշմանը։ Կարա sense բան լինի, բայց էլի դե շանտաժով ինչ ասես կարելի անել էլի։ Մանավանդ այդ տեսակ մարդկանց մոտ, ովքեր ինչ գալաթազես իրենց կյանքում արել են։ Ինչ ասես արել են այդ մարդիկ իրենց կյանքում։ Այսինքն բարոյական այդ նկարագրի վրա հույս դնել հնարավոր չէ։ Հրապարակում ձայնագրություններ են Չէ, հրապարակում։ մարդու արժեքային համակարգում որ փոփոխություն լինի եւ ինքը չսպասի որպիսի կոմպրոմատներ ներկայացնեն, նոր ինքը որոշի որ եթե չի պահել ուխտը ուրեմն հեռանա։ Ստե ուխտի հարցը չի ախր։ Ստե ուխտը պահելու հարցը կարան վաղը վեր կենան, որոշում կայացնեն, որ այլևս կուսակրոնությունը հանում են։ Ու կլուծվի այս հարցը։ Ոչ պրոբլեմը մնալու է այդ մարդիկ, ասում են մարդիկ մեծ չեն մտածում։ Կաթողիկոսը մանր մտածելակերպով մարդ է։ Մենեջեր, լավ մենեջեր է։ Հասկանում եք, եկեղեցու համար լավ շուստրի, քթածակով մենեջեր է։ Նա հոգևոր առաջնորդ չի, հոգևոր առաջնորդի համար դու տիեզերական մասշտաբների պետք է մտածես, տիեզերական, հասկանում եք, ու այդ քո մասշտաբներից վերադառնաս շարքային մահկանացությունները, աս իմ փոխարեն այս նույն բաները խոսա սիրով։ Այ ես ինչ խոսում եմ, սիրով չեմ խոսում։ Ես խոսում եմ ցասումով, հուզական եւ այլն։ Այ ինքը այս մակարդակից մի 10 անգամ ավելի բարձր մակարդակից պիտի գա ու սիրով սա բացատրի, քարոզի եւ այլն։ Դրա մասին եմ խոսում որպես հոգեվոր առաջնորդ։ Թե չէ քո կարծիքով կներեք, թե ձեր կարծիքով որ Նիկոլը այս կաթողիկոսը հրաժարական տվեց, գնաց, ինչ ով է գալու են ինչ անեն։ Գալու են ինչ անեն ախր։ Հայ եկեղեցում այսօր մոմավառությունը հանված է տաճարից։ Գնացեք Գրիգոր Լուսավորիչ Ռասիայի դիմացը եկեղեցին։ Տեսեք ներսում մոմ վառում է, ոչ, պատվալում։ Լսեք, քեզ կրոնադես դավանափոխ են անում այսօր ու դու տեղյակ չես։ Այսօր հայ ազգ քեզ ու նոր չէ, դավանափոխ են անում ու դու տեղյակ չես։ Ինչու, որովհետև այդ մոմավառության այնքան մեծ խորհուրդ ունի, դա նախաքրիստոնեական քո ժառանգությունն է կրակի առաջ աղոտ քանել, հասկանում ես։ Դու գիտես ինչ ազգային, ինչ ֆունդամենտալ բան ես փոխում արտաքինից, ներսից էլ դրան բնորոշ։ Այսօր խորանները բան են սրբապատկերների են վերածվում։ Այն դեպքում որ խորանում ոչ նյութական այդ լույսն է մարդկանց համար Աստծո խորհրդանիշ եղել։
Հասկանում եք, Աստված այնքան վերացական մեր հիմքում գաղափարաբանությունը որ գնաք հասնեք, դուք կտեսնեք այսօրվա դարերի համար այնքան համապատասխան է մեր եկեղեցու ավանդույթն ու պատկերացումները։ Այսօրվա դարին հումանիզմին, այս լուսավորչականության այս պաշտամունքին, հասկանում եք, այնքան ոչ նյութական է, որ էլ չասած։ Բայց այդ ամեն ինչը հազարամյակներով եկել հիմա նյութականանում է։ Նյութականանում դառնում է սրբապատկեր։ Հարցը Հայր Աստծո անունն ինչ է։ Գիտի մեր ժողովուրդը, օրինակ Քրիստոս, Մարիամ Աստվածածին, Հայր Աստծո անունն ինչ է։ Հայր Աստված անուն չունի, լավ տենց ֆիքսած է միտեղ որ Հայր Աստված անուն չունի, որտեղ դա միակն է անկրկնելին է եւ Աստված է ու վերջ։ Միտեղ ֆիքսած է, միտեղ դա կլսեք ասելուց։ Որ այդ նկարի մեջ մայրը Հիսուսին, մանուկ Հիսուսին գրկած որ նայում եք։ Ժողովուրդ, այդ անհեր նկարը ձեզ բան չի հուշում, սրբապատկերը հարց չկա, բայց դա անհեր սրբապատկերը հասկանում ես, դու չես զգում մի բան ես երկրի գլխին պակաս է, դուք տերություն եք ուզում դառնալ, պետություն եք ուզում դառնալ, այդ անհեր նկարների առաջ, ինչ անելով, դուք այդ որփի գլուխ ասում է, բանը որփի գլուխ չի, Վազգեն Սարգսյանն ասում, ով հասնի խուզի, դու բա ինչա որփի գլուխ չի։ Դու բարուրից սովորացնում ես քո ժողովրդին անհեր իրականության։ Դու ոնց ես ուզում անկախ Հայկ Նահապետից սերող, այդ ավանդույթն ու այդ հանդգնությունը բերող, դու ոնց ես ուզում տես դառնաս։ Իսկ սա ենթագիտակցական մակարդակում, արխետիպերի մակարդակում, բանա լուծում, բանա որոշում։ Էլի վերադառնամ Նապոլեոնին, ուղղակի դրա մասին Նապոլեոնը ինչի ասած թնդում աշխարհով մեկ, որտեղ դա արխետիպային երևույթ է, նրա ամբողջ կարիերան, կյանքը, նրա երկրորդ գալուստը, այդ 100 օրով հասկանում եք, ամբողջ քրիստոնյա աշխարհը Հիսուսի երկրորդ գալուստին էր սպասում։ Ու մեկ է Նապոլեոնի երկրորդ գալուստն ալնում 100 օրով։ Սրանք արխետիպային ենթագիտակցական բաներ են, որոնք պատմական կերպարներին դարձնում են համաշխարհային հռչակ, լեգենդ։ Սրանք ազդում են մարդու եւ ժողովուրդների վրա եւ միջև ահա այս տեղերից սկսող կաթողիկոս երբ որ ասում եմ ահա այս ամեն ինչը պատկերացնող չգա նստի հայոց հոգեվոր առաջնորդության գահին դու չես ունենալու այն եկեղեցին որ քեզ պետք է որը քեզ պետք է ապրեցնի չես ունենալու իսկ Նիկոլ Փաշինյանով ու մեր այսօրվա գործող կաթողիկոսով այս գզվրտոցով ինչ որ հարցի լուծում պատկերացնելը ինձ համար միամտություն է